Եթե դու նայում ես օրինակ պրոռուսական ինչ-որ վիդեոներ, քո մոտ անդադ բերում է պրոռուսական վիդեոներ, ու քեզ թվում է ճշմարտությունը դա, որտեվ անդադ է դա բերում, դու ամեն անգամ համոզվում ես։ Հետո բերում է պրո-արևմտյան վիդեոներ ինչ-որ մեկի մոտ, ինքը ընկնում է այդ փուչիկի մեջ։ Հետո ալգորիթմը հասկանում է, սրան արևմտամետ վիդեոներն են հետաքրքրում, արի ես իրան արևմտամետ վիդեոները ուղարկեմ, իրան դա հետաքրքրել է, ուշադիր նայել է։ Հետո երկրորդ արևմտ, երրորդ քաղաքական մեկնաբանին ես նայում, չորրորդին ես նայում, հինգերորդին 10, 20 հոգու նայում ես ու տենում ես անդադ մարդիկ այդ նույն բաները ասում են ու դու ամեն անգամ համոզվում ես, որ ճիշտ է ասում, այն նույնն է ռուսական բանով։ Այսինքն դու ընկնում ես մի հատ փուչիկի մեջ ու այդ փուչիկից դուրս չես գալիս։ Դու պիտի բալանսավորես, դու միշտ պիտի մտածես, որ ալգորիթմը քեզ գցելած ուղակի մեջ ու իրան մեկ է թքած ունի, դու պրոռուսական կլնես, թե պրոարևմտյան կլնես, թե չգիտեմ ում կողմ իշխանության կողմից կլնես, թե հակաիշխանական կլնես։ Ինքը եթե մի հատ թևը բռնում է, քեզ գցում է դրա մեջ ու դու անverջ այդ լուպից դուրս չես գալի։ Դու պիտի այդ պահին մի հատ sense stop տաս, հասկանաս, որ դու այդ լուպի մեջ ես, այդ փուչիկի մեջ ես, տեղեկատվական ու պետքա դրա մեջից դուրս գաս ու պետքա հակառակ կողմն է մի հատ նայես ու համեմատես ու մեջտեղում ինչ որտեղ ճշմարտություն գտնես։